Պարոն Վարդանյան, խնդրում եմ նախ խոսեք այսօրվա խորհրդի մասին ու նաև խնդրում եմ ասեք, թե հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների այսքան հաջող ընթացքը ինչով է պայմանավորված։ Նախ շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության ժողովրդին իրանց օրվա կապակցությամբ, սկսեմ մեր ղեկավարությունից, հետո նոր անցնենք մնացածը, քանզի մի քանի օր առաջ Նովրուզ բայրամներ, մեր վարչապետը ճակերտավոր արագ հրատապ շնորհավորանք էր ուղղել Ադրբեջանի ժողովրդին Նովրուզ բայրամի հետ կապված։ Այսօր մեր բարեկամական երկրի տոնն է։ Ոչ մի շնորհավորական ուղերձ իրանց ես առավոտվանից հետևում եմ մամուլին չեմ տեսել։ Երկրորդը, մենք խոսում ենք հայ-ռուս բարեկամության մասին ու բոլորը մեղադրում են ռուսներին դավաճանության, չգիտեմ, անտարբերության հարցում։ Ներկապային ես մի քանի անգամ ասել եմ, հայ-ռուս բարեկամությունը ամենաառաջինը մենք պետք է շտկենք մեր ապրելակերպը, ճիշտ պահվածքը եւ մոտեցումը դեպի մեր բարեկամական երկրին։ Հետո նոր պահանջենք իրանից փոխադարձ հարգանք։ Համահայկական ճակատ կուսակցությունը եւ համահայկական ճակատ շարժումը, որը ղեկավարում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, նախկին պաշտպանության նախարար, միշտ հակված ենք հայ-ռուս բարեկամության ամրապնդման, զարգացման կապակցությամբ, նաև ինչու չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները, քանզի Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում 3 պետությունն է, Հայաստանն է, Ռուսաստանն է, Իրանն է, որոնք որ հետաքրքրված են այս տարածաշրջանով։ Մնացած բոլոր երկրներին չի հետաքրքրում։ Օրինակ Եվրոպայից Տովյոկլարը Թուրքիայում էր գտնվում եւ ասեց, որ տարածաշրջանում պետք է լինի Թուրքիան որպես տեր։ Ես խեմ սենց տարբեր ֆրազաներ ասում, որ հասկանալի լինի ժողովրդին, որ մենք պետք է մեզ շտկենք, հետո նոր սկսենք հայ-ռուս բարեկամության մասին խոսել։ Եթե մենք մեզ պահենք ճիշտ, մենք մեզ պահենք որպես ընկեր, մենք չդավաճանենք, մենք չհարվածենք մեր ընկերոջը, մեր ընկերը փոխադարձ հարգանքով կվերաբերվի մեզ։ Մենք այսօր առավոտվանից գտնվեցինք երկու քույրերի, հայ եւ ռուս քույրերի հուշարձանի մոտ, հարգանքի տուրք մատուցեցինք մեր բարեկամության դարեր շարունակ մեր բարեկամության հետ կապված, նաեւ գտնվում ենք մի շատ հրաշալի վայրում, որտեղ հայ եւ ռուս զինվորականները ուսուսին, ֆիդայիներ, զինվորականներ ուսուսի տված պաշտպանել են Հայաստանի Հանրապետության տարածքը պարսիկների հարձակումից։ Շատ մարդիկ չգիտեն եւ չեն գիտակցում, որ մենք այս Հայաստանում որ ապրում ենք, սա մեզ նվիրաբերված Հայաստան է։ Սա ռուսի վաստակած Հայաստանն է եւ տված մեզ։ Մենք ռուսամետ չենք։ Ժողովուրդ, մենք ռուսամետ կուսակցություն չենք, մենք ռուսամետ շարժում չենք, մենք հայկական կուսակցություն ենք, հայկական շարժում ենք, բայց մենք գնահատում ենք մեր բարեկամներին եւ ավելի իրական բարեկամ, ավելի իրական գործընկեր, մենք դա ասում ենք Ռուսաստանին եւ Իրանին։ Խնդրում եմ նաև Արման Բաբաջանյանի հայտարարության մասին խոսեք, նա նշել էր, որ ցանկացած ռուս պաշտոնյա, եթե գա Հայաստան, նրանք ակցիաներ կկազմակերպեն դրա դեմ։ Հիմի անսեմ Արման Բաբաջանյանին անձամբ, ես խոստանում եմ, որ ցանկացած ակցիա, որ կազմակերպեն իրանք ռուս պաշտոնյայի դեմ, մենք հակա իրանց կանենք ակցիա։ Այս մարդիկ պետք է հասկանան, մենք ոչ մեկի դեմ չենք։ Մենք բարեկամանալու ենք բոլորի հետ, բայց Արման Բաբաջանյան, Խզմալյան, ընդ Խուրշուդյան, ասենց կարամ թվարկեմ, էլի, իրանցից ոչ մի բան չներկայացնող մարդիկ են։ Եթե իրանք ուզում են, օրինակ Խուրշուդյանը իմ հասցեին անցած անգամ, չգիտեմ, իր Facebook-յան պատին ինչ-որ գրառում էր գրել։ Նույնը Բաբաջանյանն էր գրել։ Ես քմծիծաղով եմ վերաբերվում այդ ամենին, ինչի համար, որովհետև իրանք չունեն այդ անցածը, ինչու մենք ունենք։ Նրանք չունեն հայրենիքի համար այդքան արած, ինչքան մենք ունենք։
Դրա համար նման թուրիմացությունների մասին չեմ ուզում խոսամ, նաև այ ասացված կա, չէ, ասում է գողը շուտ գոռում է, գողը բռնեք, որ իրան չանվանեն գող։ Նույնը իրանք էլ, նույն գրանտներով, նույն չգիտեմ ինչերով, հելնում միտինգներ են անում, հելնում գոռում են Եվրոպա, չգիտեմ, ռուսը մեր թշնամին է եւ այլն։ Խիեք սրուն իրավիճակը, հարգելիներս։ Նախ հարգանքով էլի դիմեն, մարդիկ պետք է գոնե մի քիչ գիտակցեն։ Նույն այս մեր կառավարությանը, եթե նայում եք մինչև իրանց կառավարության գալը, արտաքին գործերի նախարարը ցույցերի ժամանակ Պուտինի հրաժարականներ պահանջում։ Եվ այսօր սենց լայն ժպիտով ասում է, մենք պետք է մեր բարեկամությունը ամրապնդենք։ Ոնց կարաս դու, եթե ի սկզբանե քեզ արմատային լցված արևմտյան հովանավորչությամբ դու եկել ես, դարձել ես իշխանություն, Ադրբեջանի փողերով, քանի անգամ հրապարակվեց, որ 18 թվականին 21 միլիարդ դոլար Ադրբեջանից փոխանցվի Հայաստան։ Ուր է այդ գործերը, ով է վերանայ, ով է հետաքննե, ով է բացահայտ է, մինչև այսօր փաստ գոյություն չունի, փոխանցվել է դեպի Հայաստանի Հանրապետություն, ուր է գնաց այդ փողերը, ում համարածառայ չկա, հետո մեզ են ասում, ռուսի փողով հելեն են բան են անում։ Ախր ամոթա ժողովուրդ, սաղի մասին անգիր գիտենք, մեզ ինչ ինֆորմացիա պետք է, մենք գիտենք իրանց անձնականներ, իրանց կենսագրություններ, իրանց ապրածներ, հենց հիմա իրանք ինչ են անում դա էլ գիտենք, պրոստը դա մեր մակարդակը չի, որ իջնենք հասնենք իրանց մակարդակին։ Այսպիսով մենք կարող ենք ասել, որ որքան էլ կառավարությունը փորձում է հակառուս քաղաքականություն վարել, միևնույն է հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ բարի դրացիական։ Անպայման մնալու են եւ ավելի խորանալու են, այսօր դուք առավոտից մեր հետ էիք, տեսակ ռուսական դրոշներով մեքենաները ամբողջ քաղաքում պատտվում էին, ժողովրդի արձագանքը նկատեցիք, նեն չի որ ժողովուրդը ուզում է եւ թույլ չեմ տալի կառավարությունից սկսած էլի որ հելում են ժողովրդի անունից բան են խոսում Արման Բաբաջանյան, Խզմալյան այդ բանը, Խուրշուդյան, իսկի դրա ազգանունը չեմ հիշում, մեկ եմ հիշում, որ հելում ժողովրդի մասին, ժողովրդի անունից կարծիք են արտահայտում։ Ես իմ անունից թույլ չեմ տվել, որ ինչ որ մեկը հայտարարություն անի։ Ես չգիտեմ դուք թույլ եք տվել թե չէ, ես թույլ չեմ տվել։ Ես այս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Մի քաղաքացի, իմ հետ կան բազում այսենց իմ գաղափարակից ընկերները, որոնք որ թույլ չեն տվել, իրանք ինչ որ Ռուսաստանի մասին վատ արտահայտվեն, մեր բարեկամության մասին վատ արտահայտվեն։ Հասկանում եք, ցավը դա է, ով հելում է ժողովրդի անունից է խոսում։ Ախր դուք ժողովրդի հետ վերջի անգամ երբ եք հանդիպել։ Որ ժողովրդի մասին է խոսքը, այն ժողովրդի, որը որ այսօր չգիտես իրանք հայ են թե ինչ ազգ են, այդ ժողովրդի մասին է խոսքը։ Նոր ասեցի, Փաշինյանը շնորհավորել է Նովրուզ Բայրամը։ Դա ինչ ասում, իսկ այսօր մեր դաշնակցի, դարավոր դաշնակցի տոնն է, Ձեն Ռասիի տենց է կոչվում։ Շնորհավոր լսել եք դուք, լրատվամիջոց եք, ինչ որ միտեղից, կառավարությունից, չգիտեմ, վարչապետից, ազգային ժողովի նախագահից, արտգործ նախարարությունից, բացարձակ քար լռություն, որ ասում ենք, այս մարդիկ Ադրբեջանի հլու հնազանդ ծառաներն են, մարդիկ մեզ վիրավորում են, բայց քայլերը ցույց է տալի, այդ վիրավորողներին էլ կասեմ, ուսումնասիրեն իրանց, չգիտեմ, կումիր ասեմ, չգիտեմ, իրանց առաջնորդ ասեմ, իրանց Եվովայի վկա ասեմ, թող էջերը ուսումնասիրեն, նոր սկսեն ավել պակաս խոսալ։ Ես կցանկանամ, որ մեր բոլոր դիվանագիտական հարաբերությունները, որը ունեցել ենք տարիների վեր, բոլորը վերականգնվեն եւ ունենան եւ գտնվեն նույն հարթության վրա։ Համենայն դեպս մենք միշտ ռուս ժողովրդի հետ լավ բարեկամական կապեր ենք ունեցել, ռուս ժողովուրդը միշտ մեր կողքին է եղել յուրաքանչյուր հարցում, անգամ 44 օրյա պատերազմի ժամանակին իրանք մինչև վերջ մեր կողքին կանգնած եղել։ Պարոն Բազյան, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հասարակության մեջ երկու կարծիք առաջացավ։ Առաջին թևին հարողները մտածում էին, որ Փաշինյանը ռուսամետ քաղաքականություն է վարում, երկրորդ թևին հարողները մտածում էին, որ նրա վարած քաղաքականությունը ավելի շատ արևմտամետ է։ Ձեր դիրքորոշմամբ որն է նրա քաղաքականությունը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը թուրքամետ եւ ադրբեջանամետ է։ Իսկ ձեր կարծիքով հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական կայուն ընթացքը ինչով է պայմանավորված։
հայ-ռուսական հարաբերությունների կայուն բարեկամական ընթացքը պայմանավորված է երկու ժողովուրդների հանդեպ հարգանքով եւ բնականաբար երկու իշխանությունների, պետությունների իշխանությունների քաղաքական դիրքորոշումներով։ Եվ խնդրում եմ նաև ասեք Ռուսաստանում հայկական համայնքը, հայկական սփյուռքը որքանով է նպաստում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը։ Չեմ կարող ասել որքանով է նպաստում հայկական սփյուռքը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը, բայց կարող եմ արձանագրել, որ մենք Ռուսաստանի հետ ունենք բազմաթիվ կապեր։ Առաջին, հայ ժողովուրդը Հայաստանը ունի այնքան աշխատատեղեր, որ մարդիկ կարողանան աշխատել, ամեն ամառ գարնանից մի քանի տասնյակ հազար մեր հայրենակիցները գնում են Ռուսաստան աշխատելու եւ փող են ուղարկում իրենց ընտանիքները պահելու համար։ Դրանից զատ մենք Ռուսաստանի հետ ունենք ռազմաքաղաքական հարաբերություններ, մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, Ռուսաստանից ենք մենք ստանում գազ, Ռուսաստանից ենք շատ ասենք այլ բաներ ստանում, 97 թվականին ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք կնքվել է հայ-ռուսական համագործակցության համաձայնագիր, որի հիման վրա ռուս սահմանապանները պաշտպանում են հայ-թուրքական սահմանը։ Ուրեմն Գյումրիում էլ ունեն ռուսական ռազմաբազա։ Դրանից զատ ուրեմն բազմաթիվ մեր, ասենք, հայրենակիցներ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, մեծ սփյուռք ունենք, ամենամեծ երևի աշխարհի սփյուռքը, հայկական սփյուռքը Ռուսաստանի Դաշնությունում է, բնականաբար հայ-ռուսական ժողովուրդների համագործակցությունը, բարեկամությունը երկար տարիներ է, որ սկսվել է 1827 թե 28 թվականին Արևելյան Հայաստան, ներկայիս Հայաստան, Արցախի հետ միասին եւ Նախիջևանի հետ միասին լինելով Արևելյան Հայաստան, լինելով Իրանի տիրապետության ներքո, ուրեմն Ռուսաստանը հաղթելով ուրեմն բանին պարսկական բանակին կնքվել է պայմանագիր, Գյուլիստանի պայմանագիրը եւ այս տարածությունները դարձել են Ռուսաստանի ցարական Ռուսաստանի մաս են կազմել գուբերնիա Հայաստանը։ 1917 թվականին Ռուսաստանում իրականացվել է բոլշևիկյան հեղափոխություն, որը շատ անբարենպաստ էր մեր համար, որովհետեւ 18 թվականին ուրեմն ռուս-թուրքական համաձայնագրով, Լենին-Աթաթուրք համաձայնագրով, ուրեմն Նախիջևանի բանը հանրապետությունը, որ այսօր գտնվում է Ադրբեջանի կազմում, թողնվել է Ադրբեջանի կազմում եւ Արցախն է թողնվել Ադրբեջանի կազմում։ Արցախը եղել է ընդամենը ուրեմն 70 տարի Ադրբեջանի կազմում։ Ես սխալվեցի, 18 թվականին չի եղել, 21 թվականին Լենին-Աթաթուրք համաձայնագրով։ Դրանից զատ նաեւ բոլշևիկյան Ռուսաստանը օգնել է Թուրքիային ոսկով, զինամթերքով, բանով, որպեսզի նրանք, ասենք, պայքարեն այսպես կոչված իմպերիալիստական պետությունների դեմ, որոնցից մեկն էլ իրենց ուրեմն հաշվառումով իբրև թե նաև Հայաստանն էր, դաշնակցական Հայաստանը, որը այսպես կոչված կապիտալիստական իմպերիալիստական պետություն էր։ 20 թվականին բոլշևիկները մտել են Հայաստան, եղել է ուրեմն հեղափոխություն, Հայաստանը դարձել է սովետական, ես այդտեղ շփոթվեցի, 21 թվականին արդեն սովետական Հայաստան էր։ Սովետական Հայաստանին պետք է միավորվեր Արցախն ու Նախիջևանի հանրապետությունը, բայց ցավոք սրտի ուրեմն այդ Լենին-Աթաթուրք պայմանագրով տրվել է Ադրբեջանին։ Արցախը Ադրբեջանի կազմում եղել է ընդամենը 70 տարի, 21 թվականից մինչև 91 թվականը։ 88 թվին մեր հայրենակիցները արցախցիները բարձրացրել են իրենց ինքնորոշման հարցը Ադրբեջանից եւ փորձել են անջատվել Ադրբեջանից, միանալ մայր հայրենիքին Հայաստանին։ Ադրբեջանն հարձակվել է Արցախի բնակավայրերի վրա եւ սկսվեց պատերազմ։ 94 թվին մեր փառավոր հաղթանակով ավարտվել է այդ պատերազմը, կնքվել է զինադադարի պայմանագիր։ Պատերազմը չի ավարտվել լիարժեք։ Զինադադարի պայմանագիր է կնքվել։ Հայաստանի բոլոր տարիների իշխանություններից մենք պահանջել ենք ճանաչել Արցախի անկախությունն Ադրբեջանից։ Չէին ճանաչում, պարզաբանելով, որ ընթանում են բանակցություններ, եթե ուրեմն ճանաչենք Արցախի անկախությունը, կսկսվի պատերազմ։ Այդ չճանաչեցին, մեկ է պատերազմը սկսվեց։ Նիկոլ Փաշինյանը 18 թվին եկավ իշխանության, խաբելով մեր ժողովրդին, որի իբր թե ինքը հաստատելու է օրենքի գերակայություն, քաղաքացիների իրավահավասարություն, Արցախն է պահելու որպես հայկական։ 19 թվականին գնաց Արցախ եւ իր ճղճղան ձայնով ուրեմն բացականչեց Արցախն Հայաստան է եւ վերջ արցախցիները ողջևորված ծափահարեցին եւ այլն եւ այլն։ Հետո 20 թվականին սկսվեց
պատերազմը, մենք պարտվեցինք ցավալի պարտություն կրեցինք այդ պատերազմում 44 օրում, որովհետև Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար էր հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, ով ոչինչ չի հասկանում ոչ բանակից, ոչ պատերազմից։ Ուրեմն այդ պատերազմում պարտություն կրեցինք եւ պարտված պատերազմի արդյունքում մի քանի բարձրաստիճան զինվորականների Նիկոլը տվեց ազգային հերոսի կոչում։ Հետո որոշ ժամանակ անց այդ նույն ազգային հերոսների դեմ հանձնարարեց շինծու քրեական գործեր հարուցել եւ կալանավորել արժանազրկելով ազգային հերոս հասկացողությունը։ Նիկոլ Փաշինյանը իր գաղափարակից պաշտոնյաների հետ ոտնահարում է մեր ազգային արժեքները, ուրանում է հայոց ցեղասպանությունը, Հայաստանի պետական պարտքը, ուրեմն 6 միլիարդից իր 7 տարվա պաշտոնավարման ընթացքում կրկնապատկել է, դարձրել է 12.8 միլիարդ դոլարի, որի մի զգալի մասը արտաքին պետական պարտքն է, իսկ այդ գումարները միջազգային վալյուտային ֆոնդը եւ համաշխարհային բանկը տալիս են տոկոսներով, ու վերջերս էլ հրավիրել էր 10 թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչների, տալով նրանց հարցազրույց Հայաստանի պետբյուջեի հաշվին, չգիտեմ քանի օր մնացին այդ թուրքերը Հայաստանում ու գնացին Հայաստան ներկայացրեցին շատ աղքատ ու շատ վատ պետություն եւ Երևանը ներկայացրեցին որպես Էրզինջան իբրև թե թուրքական քաղաք, Կապույտ Պասկական մզկիթն էլ ներկայացրեցին իբր թուրքական մզկիթ։ Նույն բանն անում են ադրբեջանցի մեր ուրեմն արևելյան հարևանները, հայտարարելով որ Երևանը Ռևան խանի հիմնադրած իբրև թե Էրիվան քաղաքն է, ուրեմն այդ մզկիթն էլ իրանական, ադրբեջանական է եւ այլն եւ այլն։ Ու այսպեսի քաղաքականության հետևանքով ցավոք սրտի ինքը տարավ մեր ժողովրդին համապատրաստից պատերազմի, մատնես պարտության մեր հաղթական ու տաղանդավոր ժողովրդին, Արցախը ամբողջությամբ հանձնեց Թուրքին, բացի դրանից ավելի քան 60 քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ հանձնեց Ադրբեջանին։ Ու վերջերս էլ հարձակում են սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ուրեմն նա կրկնում են ոտնահարում է մեր ազգային արժեքները, ուրանում է ցեղասպանությունը, մեր ժողովրդին մատնել է պարտության, դրա համար այս իշխանությունը պետք է հեռացվի եւ Հայաստանում ձևավորվի ազգային նոր իշխանություն, ով կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի հիմնական դրույթը բանակի հզորացումն է։ Պետք է խիստ պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր փորձեն տարբեր պատճառաբանություններով ազատել իրենց զավակներին բանակում զինծառայությունից։ Սա մեկ, երկրորդը, ուրեմն սրանք փորձեցին ուրեմն մի նախագիծ բերել ազգային ժողով, համաձայն որի մարդը կարող է ասենք մի քանի միլիոն, 10 միլիոն կամ չգիտեմ ինչքան գումար մուծել ուրեմն պետբյուջե եւ չծառայել բանակում։ Այսինքն բանակը փորձում են դարձնել աղքատների տիրույթ։ Սա մեկ, երկրորդը, ուրեմն որպեսզի բանակի զինվորների քանակը պահեն, համապատասխան քանակի պահեն, ուրեմն 27 տարեկանից զորակոչային տարիքը տանում են հասնում են 32 տարեկանի։ 32 տարեկան տղամարդիկ արդեն շատերը ամուսնացած են, ունեն ընտանիք, զավակներ ունեն։ Եթե այդ մարդը գնում է բանակ 2 տարի ծառայության, ով ապահելու նրա ընտանիքը։ Կամ ինչպես են հարմարվելու միասին 18 տարեկան պատանիները բանակում զինծառայելու եւ 32 տարեկան ընտանիք ունեցող տղամարդիկ։ Այդպիսի ապուշ ուրեմն նախաձեռնություններ ունեն, բնականաբար, եթե նման նախաձեռնությունները մտնեն ազգային ժողով, մենք կոչ ենք անելու մեր ժողովրդին ոտքի շրջափակել ազգային ժողովը եւ թույլ չտալ նման նախագիծ ուրեմն ընտրելու ազգային ժողովում։ Եվ վերջինը Նիկոլը Հայաստանի Հանրապետությունը դարձրել է ոստիկանապետություն։ Ոստիկանների քանակն ավելացրել է, նրանց աշխատավարձերը բարձրացրել է բարձրաստիճան ոստիկանների, բացի դրանից տարին մի քանի անգամ տալիս են մեկ աշխատավարձի չափով պարգևավճարներ, որպեսզի ծառայեն գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը փչացրել է մեր ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ծառայելու պետությանը, պետական անվտանգություն է ազգային անվտանգության ծառայությունը։ Պետք է ունենա արտաքին ուրեմն հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում, բայց այսօր ազգային անվտանգության ծառայությունը դարձել է իշխանության անվտանգության ապահովման ծառայություն եւ շինծու քրեական գործերի հարուցում ընդդիմադիր գործիչների վրա ու տան նրանց ապօրինաբար կալանավորում են, որոնցից մեկն էլ ես եմ եղել, իմ հանդեպ հարուցված քրեական գործը դեռ կարճված չի ու դատական պրոցեսները ամիսը մի 3 անգամ գնում են։ 1990 թվականի հունիսի 12-ին դեռևս ՌՍԴԽՀ ժողովրդական պատգամավորների
համագումարը որոշում կայացրեց այդ ընդունել հռչակագիր Ռուսաստանի, այսինքն Հանրապետության պետական ինքնիշխանության մասին։ Դրան հետևեցին մի շարք այլ որոշումներ, Սահմանադրական հանձնաժողով, ապա Սահմանադրության ընդունման վերաբերյալ։ Այս տոնը տոնվում է Ռուսաստանում 1992 թվականից, իսկ որպես ոչ աշխատանքային նոր 1991 թվականից։ Ապա փոփոխություն է կատարվել այս տոնի խորհրդանշական իմաստի առումով եւ 2002 թվականից այն նշվում է որպես Ռուսաստանի Դաշնության պետական տոն, այսինքն ազգային տոնից այն վերաճել է նաև որպես պետական տոն։ Հայ-ռուսական բարեկամությունը դարավոր պատմություն ունի, մենք ընդունում ենք այդ բարեկամության, այսպես ասած, հիմնաքարը, որը դրվել է դեռևս 16-17-րդ դարերում, եթե չմոռանանք նաև այն հանգամանքը, որ սլավոնական այբուբենի հեղինակները նաև հայեր են եղել, հայկական ծագում են ունեցել, հավելենք, որ նաև քրիստոնեությունը Ռուսաստան տարվել է Բյուզանդիայից, Բարսեղ երկրորդի քրոջ Աննայի եւ Կիևյան իշխան Վլադիմիրի ամուսնությամբ եւ կարելի է նաև 10-րդ դարը 988 թվականը համարել հայ-ռուսական բարեկամության քրիստոնեության ընդունման առումով հենց սկիզբ։ Իսկ աշխատանքային, այսպես ասած, տարբեր քաղաքական հարաբերությունների զարգացման հիմնակարը 17-րդ դարում, երբ դեռևս հայ ազգային նշանավոր գործիչ ազգագրական շարժման ականավոր դեմք Իսրայել օրեին հուսախապ լինելով Եվրոպայից թեքվում է դեպի Ռուսաստան, դեմքը հառում է դեպի Պետրոս առաջին 1701 թվականին հանդիպում նրա հետ, խնդրում օժանդակելու հայկական տարածքների ազատագրման հարցում։ Դրան հաջորդել են նաև մի շարք ռազմական գործողություններ, որտեղ հայերը ակտիվ մասնակցություն են ունեցել, թե ռուսական բանակի կազմում, սկսենք այն հանգամանքից, որ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը ծավալվել է դեպի Կովկաս, մինչ այդ Կասպիական արշավանքի ժամանակ կանգնեցնելով իր առաջխաղացումը, 19-րդ դարի սկզբին արդեն 1804-13 ռուս-պարսկական, 1826-28 երկրորդ ռուս-պարսկական պատերազմների ընթացքում իրեն է միացրել 1804-13 թվականներին իրեն է միացրել Ղարաբաղի, Բաքի, Շաքի, Շիրվանի խանությունները, իսկ 1826-28 թվականների ռուս-պարսկականի Թուրքմենչայի պայմանագրով նաև Արևելյան Հայաստանը իդեմս Երևանի եւ Նախճեվանի խանություններով Օրդուբադ գավառի հետ միասին։ Փաստացի հայ-ռուսական հարաբերությունները բավականին խորն են, բավականին ամուր են եւ եթե չլինեին այդ բարեկամական հարաբերությունները, ապա այսօր մենք չէինք ունենա այն պետականությունը երրորդ հանրապետության ստեղծումը, որը կերտվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, այսինքն այս տարածքները ազատագրված չէին լինի, հետեւաբար մենք չէինք կարող անգամ հույս ունենալ պետականության վերականգնման մասին։ Փաստացի նաև Արցախի հանրապետությունը, գիտենք, որ Արցախը դեռևս 1805 թվականի մայիսի 14-ին Քյուրաքչայի պայմանագրով էր անցել Ռուսաստանի տիրապետության տակ, Գյուլիստանով ամրագրվել 1813 թվականի հոկտեմբերի 12-ին, ու անգամ բոլոր ռազմական գործողությունների ժամանակ հայկական հողում զոհվել են ռուս մարտիկներ, այդ եղբայրությունը բավականին ամրապնդվել է նաև երկրորդ աշխարհամարտի հայրենական պատերազմի տարիներին, ինչպես նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակահատվածում է ակնառու հայ-ռուսական բարեկամության վառ օրինակներ, նաև այս վերջին դեպքերի հետ կապված հայկական սահմանների պաշտպանության հարցում Ռուսաստանը իր ավանդը, իր ներդրումն է ունեցել բավականին ակնհայտ։ Պարոն Ավետիսյան, ձեր կարծիքով այսօր հայ-ռուսական հարաբերությունները ինչ դիրքի վրա են եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում Ռուսաստանում հայկական սփյուռքը ինչ դերակատարում ունի։ Смотрите, сегодня большой праздник в России, я по-русскому буду говорить, потому что это, чтобы наши соотечественники, которые живут в России, тоже услышали нас, тех людей, которые живут в Армении и являются братским народом нам, российский народ. Сегодня в России большой праздник, то есть принятие независимости, это было в 1994 году, когда Борис Ельцин
президент России подписал указ о независимости РСФСР. И с этого года уже празднуется, каждый год празднуется День независимости. Наше движение под руководством генерала-майора Авшака Карапетяна придает особое значение этим отношениям, российско-армянским отношениям, которые складываются между нашими народами уже с давних времен. Мы сейчас находимся возле памятника русским погибшим солдатам. 131 человек из российских солдат погибли во время Ашаканской битвы, то есть во время российско-персидской войны. И вместе с ними защищали нашу землю, также наши армянские бойцы. И этот памятник тоже символизирует дружбу народов между нами, между россиянами и армянами. И дай Бог, чтобы и в дальнейшем эта дружба процветала и переросла еще в лучшую братскую дружбу. Хотя сейчас, как мы видим, наше правительство всячески предпринимает шаги, чтобы ухудшить отношения с российской стороной. Однако это им никак не получится сделать, потому что очень много наших соотечественников, большинство наших соотечественников проживают именно в России. И мы придаем одну из главных вопросов этому такому положению, которое должно развязаться между армянским и русским братскими народами. Спасибо.